Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկնուսի IFP+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Սերժ Սարգսյանը ներկայ է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորաբաց շենքի եւ զոհված շրջանավարտների հիշատակի խաչքար կոթողի բացման արարողությանը։ Դիմելով ֆակուլտետի սաներին, Սարգսյանը հիշեցրել է, որ նրանք են ձևավորելու Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական ղեկավարությունը։ Հայ հասարակությունը կողմնորոշված է դեպի հյուսիս թե արևմուտք։ Օգոստոսին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հասարակական հետազոտությունների առաջատար խմբի հետ համատեղ 1200 քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություն։ Սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանի խոսքերով, եթե նախկինում գերակշռում էր Եվրասիական միության կողմնակիցների թիվը, ապա այսօր պատկերն այլ է։ 41% քաղաքացիներ նախապատվություն են տվել եվրոպական կառույցների անդամակցության հարցին, իսկ Եվրասիական միությանը տվել են 25% հարցվածների։ Թուրքական բանակի մուտքը Սիրիա Հայաստանի համար եւ բացասական եւ դրական հետևանքներ ունի։ Կարծում է Modus Vivendi կենտրոնի տնօրեն քաղաքագետ Արա Պապյանը։ Բացասականն այն է, որ մենք ունենք հայահոց համայնք Հալեպում, Սիրիայի հյուսիսում, այսօր գրեթե այն չկա։ Դրականն այն է, որ Թուրքիան ներքաշվելով Սիրիական պատերազմի մեջ շեղել է իր հնարավորություններն ու ուշադրությունը հարավային Կովկասին։ Զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրեաս Ղուկասյանը կալանավայրից հայտարարություն է տարածել։ Նա կոչ է անում վստահության կառավարություն ստեղծել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի գլխավորությամբ։ Ըստ նրա Ազնավուրը վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ եւ արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար։ Հիշեցնենք, որ 1 ամիս է Անդրեաս Ղուկասյանը հացադուլ է անում։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ավանդույթի համաձայն անցած ուստարվա ավարտական կուրսի լավագույն ուսանողը խորհրդանշական բանալի փոխանցեց առաջին կուրսեցիներին։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում այսօր ծնողները երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ չեն տարել։ Ի նշան բողոքի գրեթե 1 տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումար չստանալու բողոքի։ Ըստ Աղավնաձորի բնակիչների, նրանք գումար չունեն երեխաների հագուստի գրքերի համար եւ շատ հուսահատված են։ Բողոքի ակցիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ գյուղացիները չստանան իրենց գումարները։ Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում մամուլի տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի փոխոստիկանապետ ոստիկանական զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի փաստով ՀԿԾ վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում կանչվել է հարցաքննության։ ՀԿԾ մամուլի ծառայությունից Թերթ-ի հարցին ի պատասխան ասացին, որ նախաքննության այս փուլում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Քաղաքագետին տրամադրված ծանուցման մեջ հղում է կատարվում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին դաշնային օրենքին։ Ըստ այդ օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետի մուտքը չի թույլատրվում այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որը ցանկալի չէ Ռուսաստանի տարածքում։ Օրվա լրահոսը։ 6 տարեկան այս գեղեցկու աչքերն արդեն տեսել են հարազատ եղբոր մահն ու հոր ձերբակալությունը։ Եղբայրը 8-ամյա Էրիկը 2 տարի առաջ մահացել է Սոչի Երևան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ։ Միկրոավտոբուսի մեջ էինք մենք երեքով։ Առաջին դասարան գնալուց մի քանի օր առաջ Անուշիկն ընկած է եղել քննչական կոմիտեի դռները, որպեսզի տեսնի Սարիթաղի գործով ձերբակալված հորը եւ նրան իր պարանոցի շղթան նվիրի։ Հանեցի, ասեցի պապան, չթողեցի։ Հետո լացեցի։ Դատարանում երբ կալանավորում էին հորը, մեղադրանքը հիմնավորող հայ քննիչն այս աղջնակի արդյունքները տեսնելուց հետո սառնասրտորեն ասել է. Այդ շարժկը մարդը ասեց, մեղքս չես գալի։ Այսօր Անուշիկը դպրոց է գնացել, ինչ որ մեկի նվիրած օգտագործած պայուսակով, դպրոցն արդեն դուր է եկել նրան։ Որ մեծանամ, աշխատեմ, մամային փող տամ։ Իսկ առայժմ առանց միակ կերակրող ձեռքի մնացած այս ընտանիքը պայքարում է, որ հորը եւ ամուսնուն ազատեն բանտից։ Նրան ձերբակալել են Սարիթաղում հուլիսի 30-ի ոստիկանական գազանությունների ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Ինքը մտել է մարդկասպետ, որ բաժանի քաշե ոստիկանություն ծեծել է իրան։ Կարող ինքը կանգներ նայեր, թե երբ են ոստիկանություն իր գլուխը ջարդում։ Իրենք ծեծել են։
Մեղադրական եզրակացությունը սարսափեցրել է Էդուարդի կնոջը, ամուսինը դեպքերին մասնակից գրեթե բոլորի դեմ իր բառերով ցուցմունք է տվել։ Էդուարդն իմացել է, որ իրեն վերագրել են չտված ցուցմունք եւ հայտարարել է. Ինք ասում ես ինքնահսկողության փորձ կանեմ, եթե իմ ցուցմունքը նորմալ չբարձրաձայնվի։ Ոստիկանությունը նույնիսկ կնոջն է ներգրավել ամուսնու դեմ հարուցված քրեական գործում։ Կանչում են ինձ որպես վկա են ներգրավում առանց իմ իմանալու, առանց իմ իրավունքները ինձ բացատրելու, որ դու կարաս ամուսնու դեմ ցուցմունք չտաս։ Ավելին մեղադրական եզրակացությունում Լալայի անունից քննիչ Սամվել Սամվելյանը բազմաթիվ վկայություններ է ավելացրել իր կողմից։ Մեղադրանքի մեջ գրած է, որ ես իբր տեսել եմ ոնց են քարկոծում տղաները, բայց դες բան չկա։ Լալայի ամուսնուն սպասվում է 5-ից 10 տարի բանտարկություն, Լալան գիտի ինչու է այդպես։ Մարդիկ պարապ են։ Բոլոր քննիչները, ես կարամ ասեմ, իրանք ինքնահաստատվելու խնդիր ունեն։ Հաստատ։ Մեկին, որ վտենում են խեղճ ես, մի քիչ էլ անգրագետ ես, կարան իրեն գործ սարքեն։ Զեթունյանների տանը ճամպրուկային տրամադրություն է, ոչ մի կասկած, որ Էդուարդին բաց են թողնելու, անմիջապես հեռանալու են այնտեղ, որտեղից եկել են Աբխազիա, իսկ առայժմ եղբորը կորցրած Անուշը ընկերուհիների հետ խաղում է կյանքի համար վտանգավոր պայմաններում, հենց Սարիթաղի փողոցում։ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում սեպտեմբերի 1-ը այս տարի նշանավորվել է նաև նրանով, որ այստեղ բացվել է նախկին աշակերտ Ադամ Սահակյանի անվան դասարան։ Ապրիլյան պատերազմի հերոսի անունով դասարան բացել է կրթության եւ գիտության նախարարի դիտարկմամբ նախ եւ առաջ հնարավորություն կտա աշակերտների մեջ հայրենասիրություն սերմանել։ Երբ տեսնում ենք կողքը ապրող երիտասարդը, կողքը ապրող աշակերտը դունակ է հերոսությունը դառնում է շատ առարկայական։ Հայաստան երկիր, քո փրկված հողով ու քո նորորյա եղեգամ կողմով, տիրել ես բախտի, շռայլ գանձերին և հավասարվել բոլոր մեծերին։ Աշակերտների շապիկներին Ադամի լուսանկարներն էին։ Լսարանում ներկայացված էին նաև նրա արդեն հետմահու ստացած պարգևներն ու շքանշանները։ Ադամ Սահակյանը զոհվել էր այս տարվա ապրիլյան քառորյա պատերազմի ընթացքում։ Ադամն իր ընկերների հետ կարողացել էր կանխել հակառակորդի առաջ խաղացումը։ Ես իրեն ընդունում եմ այնպես, ինչպես ինքը կա, եւ նույնիսկ պարտանում եմ, որովհետեւ ամեն մարդ ունի գիծը բնավորության եւ լինել այդքան երիտասարդ եւ այդքան բնավորություն ունենալ։ Տիկին Գայանեն հիշում է Ադամը ակտիվ էր, սիրում էր սպորտով զբաղվել, սիրում էր երաժշտություն, բայց ամենից շատ առասպելներ եւ առասպելական հերոսներին էր սիրում։ Մայրը մտածում է դա էլ պատահական չէ։ Հիմա ինքն էլ մի առասպել է։ Էկոնոմիկայի նախարարությունը մենաշնորհի դեմ պայքարելու համար փոփոխություններ կառաջարկի օրենսդրության մեջ։ Այսօրվա մեր գործող օրենսդրությունը ցավոք լիարժեք լուծում չի տալիս մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմ գործադրելու։ Նախարարի խոսքով օրենսդրական բաց է, սակայն չի կաշկանդում իրենց մենաշնորհի դեմ պայքարում դիմել կոնկրետ քայլերի։ Դրանցից առաջինը ներմուծումների սահմանափակումների հնարավորինս մեղմացում, իսկ առանձին դեպքում վերացումն է։ Երկրորդը մեծածախ եւ մանրածախ շղթայի քանդումը։ Երրորդ կարևոր գործողությունը շուկայի արդեն երկրի ներսում շուկայում դիրքեր գրավելու գործընթացները առավել հետևողականորեն հսկելն է։ Արծվիկ Մինասյանը տեղյակ չէր 1 եվրոյով նայիրիտը գնելու եւ մինչեւ 1 միլիարդ դոլարի ներդրում անելու Եվրամիություն Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի կառավարությանն արված առաջարկին, սակայն միշտ պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին։ Որևէ մեկի ցանկությունը չէ նայիրիտը փակելը վերացնելը։ Շատ կարևոր է, որպեսզի լուծումը լինի հիմնավոր, լուծումը լինի տնտեսապես արդյունավետ տնտեսական տեսակետից եւ որ ամենակարևորն է մենք մեր տնտեսական հսկային կարողանանք ոտքի կանգնեցնել։ Նախարարը հրաժարվեց մեկնաբանել Երևան-ջեկի հնարավոր վաճառքի մասին լուրերը։ Դա իմ իրավասուներից դուրս հարց է, որովհետեւ ես ոչ ջեկն եմ ենթակայության, ոչ քաղաքականության ներքո։ Իդեպ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ նախարարը ուսանողների հետ հանդիպման ընթացքում չխուսափեց խոսել տնտեսության մեջ առկա խութերից, ապագա մասնագետներին հորդորելով հետևողական լինել այդ հարցերում։ Հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 13.6%-ով։ Սա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալն է։ Նախ շուկանն է, որ գնորդներ եւ վաճառողներ չէ, այնտեղ գալիս են իրար հանդիպում են։ Այդ կանոնակարգվածությունը արդեն չկա, գործարքների թիվը այնքան անվազն է, որ պատահականություն է։ Անշարժ գույքի շուկան ցուցիչ է երկրում տնտեսական քաղաքական իրավիճակի, վիճակը վատանում է, շուկան համապատասխան արձագանքում։ Տնտեսագետին նաև կադաստրի ներկայացած գներն են զարմացրել։ Կենտրոն եւ ասենք Էրեբունի համայնքներում դրեք այս տվերը դուք բաժանեք, կարծում կասեք։
Առաջի հայացքից եմ ասում 0.5% գները աճել են։ Իմ համար մի բան պարզ է, որ մեկը հրահանգել է, ասել է, այս թվերը գրեք, որովհետև շուկայում դες բաներ չեն լինում։ Երևանի կենտրոնում գներն ամենաբարձրն են։ 1 քառակուսի մետրի արժեքը 428.250 դրամ է, նախորդ տարվա 428.000-ի փոխարեն։ Այստեղ հիմնականում բնակարաններ են ձեռք բերում Իրանի, Լիբանանի, Սիրիայի եւ Ռուսաստանի մեր հայրենակիցները։ Այս կենտրոնի, այս շինարարության, այս սեմբոլան զգալի մասը, շուրջ 20% է մեր պաշտոնյաների կաշառքից տեսքով ստացած գույքն է, որը եւս տնտեսական բովանդակություն չունի։ Վիճակագրության համաձայն հուլիսին Հայաստանի բոլոր մարզերում միասին վաճառվել է 299 բնակարան։ Սա 3.9%-ով ցածր է հունիսի ցուցանիշից եւ 14.8%-ով 2015 թվականի հուլիսից։ Բագրատ Ասատրյանն ընդգծում է, մարզերում, հատկապես գյուղերում առհասարակ գույքն արժեք չունի։ Դաստակերտ քաղաք բանը քառակուսի մետրը գնահատվում է 13000-ի մաչելի շուտ, 11000-ը գիտեք չէ, քան դոլար, 11000-ը, $25 էլ չի փոխվում։ Նախ $25 քառակուսի մետրը դա նշանակում է, որ գին չունի այս ապրանք։ Տնտեսագետն անձամբ է առնչվել խնդրին, նաև անձնական շփումներն են թույլ տալիս ասել, այսօր շատ դժվար է, եթե ոչ անհնարին որևէ գույք վաճառել, պահանջարկ առհասարակ չկա։ Նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանը կյանքի կեսդարը տոնում է անհատական ցուցահանդեսով, որը նվիրել է անկախության 25-ամյակին։ Ես որոշեցի անեմ խառը, այսինքն ստեղ կան մարդկային կատակերգություն, Սասնա ծռեր, ուրեմն բնանկարներ կան, շատ օպտիմիստական, իմպրեսիոնիստական, ուսուցիչների մասին կա, տարբեր թեմաներ, այսինքն ցուցահանդեսը դարձավ ռետրոսպեկտիվ, այսինքն հետահայաց տարբեր շրջանների նկարներ են։ Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 60 նկար, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը նկարիչը որոշել է տրամադրել Ապրիլյան պատերազմից հետո դատարկված Թալիշ գյուղին։ Թողել ադրբեջանցիների հսկողության տակ այդ գյուղը, ինձ թվում է հանցագործություն է։ Հենց այդ գյուղն են բանալել, որտեղ դա դարպաս է, Մարտակերտի շրջանի մեծագույն գյուղերից մեկն է, այդ դուռը որ բացվեց, մինչև ստեղ կհասնեն, էլի։ Պետք է այդ հարցերը լուծել արագ։ Ու պետք է այնտեղ ուշադրություն դարձնել, որ այնտեղ պնդվի, որպեսզի ոչ մի ախորժակ չունենա։ Եթե այնտեղ մարդ բնակվի, բարձր որ պետք է պահեն այդ հողը։ Եթե այնտեղ մարդ չբնակվի, մենք մեր ձեռով տալիս ենք այդ հողը։ Մհեր Ստեփանյանը խուսափեց նշել իր կտավների գինը, բայց հորդորեց ցուցահանդեսին գալ լիքը գրպաններով։ Թող գան այն մարդիկ, ովքեր կարող են $3000 ծախել փոխտան, որովհետև $1000 կամ ասենք $500 մենք չենք կարող օգնել, կամ տանիք փոխենք, կամ ինչ-որ պատշաճ ենք եւ այլն։ Նկարիչների միությունում Մհեր Ստեփանյանի ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 10-ը, սակայն կտավները կվաճառվեն նաև ցուցահանդեսի ավարտից հետո։ Ամեն անգամ, երբ գալիս է սեպտեմբերի 1-ը, մենք հիշում ենք մեր կրթական համակարգի թերությունները եւ դժգոհություն ենք հայտնում, որ մեր երեխաներին ոչինչ չեն սովորեցնում։ Այդ դժգոհությունները մեծ մասամբ տեղին են, բայց քննադատելուց առաջ ծնողները, դպրոցականները, ուսանողները, ուսուցիչները եւ դասախոսները պետք է պատասխանեն տարրական մի հարցի. իսկ ինչ ենք մենք սպասում դպրոցներից եւ բուհերից։ Այսինքն պատասխանենք ոչ միայն այն հարցին, թե ինչ կա, այլև այն հարցին, թե ինչ ենք ուզում, որ լինի։ Օրվա գլխավոր թեման։ Հայաստանյան կրթական համակարգը շարունակում է չգոհացնել ծնողներին, նրանք համեմատում են իրենց ուսումնական տարիների հետ ու եւս մեկ անգամ ասում, նախկինում ավելի լավ էր։ Մեր ժամանակվա ավարտածները, սովորածները ավելի բան են, քան հիմիկվա, ասենք գերազանց նայում ես բոլորը 5-երով ավարտել է, բայց խոսացնում ես ոչ մի քաղաքի, ոչ մի երկրի, ոչ մի բանի մայրաքաղաք կամ ասենք մյուս բաներից տեղյակ չեն լինում։ Մեզ դուր չեկավ, որ դպրոցական համակարգը փոխվեց սովետական, մեր հին սովետական ձևից։ Մեր տարիների կրթական համակարգը ավելի հաճելի էր, ավելի հետաքրքիր էր, ավելի բովանդակալից էր։ Պետք է պահպանել հին լավը եւ վերցնել միայն նորի լավը միայն վերցնել, ոչ թե հետևել արտասահմանյանին եւ ցավոք սրտի ոչ որակյալին։ 12-ամյա կրթությունը Հայաստանում պարտադիր է, մասնագետները բազմիցս են բացատրել դրա անհրաժեշտությունը, բայց ծնողները միևնույնն է չեն ընդունում այդ համակարգը։ Մանավանդ տղա երեխաների համար արդեն մի քիչ ավարտելուց հետո միանգամից
ծառայություն։ Ամեն տարիք պետք է ապրես քո տարիքին համապատասխան, այն տարիքն է, որ պետք է ուսանող լինեն, դեռ դպրոց են գալիս, ոնց որ դա դուրս չի գալիս։ Կուզենայի, որ նույն կրթությունը լիներ ու նույն համակարգը լիներ, այ դա շատ կուզենայի, որ այդ ավագ դպրոց բան, այ դա չլիներ, որ երեխաները գնային առաջին դասարան ու ավարտեին նույն դպրոցը։ Այս կինը 17 տարվա մանկավարժ է, կրթական համակարգի միակ թերությունն ըստ նրա դպրոցական դասագրքերն են։ Տերմինակոխ է եղած ամբողջ դասագրքերը եւ ասեմ բավականին բարդացրած է եւ կարելի է ամեն ինչ ավելի պարզ մատուցել, ավելի գեղեցիկ մատուցել։ Տարական դասարանների աշակերտների ծնողներն էլ այլ ակնկալիքներ ունեն։ Լիներ ավելի խաղային, ազատություն, ազատ լինեին երեխաները, մի քիչ ավելի մտածել սովորեին, ավելի ինքնուրույնություն, վերլուծական միտք զարգանար։ Որոշ ծնողներ էլ ավելի շատ ոչ թե համակարգի փոփոխության մասին են մտածում, այլ երեխաների ճիշտ դաստիարակության, որն ըստ նրանց երեխան մասամբ ստանում է դպրոցում։ Ամենակարևորը, որ երեխաներին սովորեցնեն գնահատել գիտելիքը եւ կրթությունը։ Ամառային արձակուրդներից հետո աշակերտներից շատերին դժվար է հարմարվել նոր ռեժիմին։ Կիսաքուն աչքերով աշակերտներից ամենաակտիվները խնդրում են ուսուցիչներին շատ չծանրաբեռնել, խոստանալով, որ միայն բարձր գնահատականներ են ստանալու։ Համընդհանուր հորատեսության եւ բացասական սպասումների պայմաններում կրթությունը, որը այնպիսի ոլորտ է, որը ուղղված է ապագային, ինքնին չի կարող զարգանալ։ Մինչդեռ Հայաստանում ի հեճուկս բոլոր տեսակի հորատեսական գնահատականների կա կրթական համակարգը զարգացնելու ներուժ եւ այն արդարացիորեն կապում են բարձր տեխնոլոգիաների հետ։ Այս ճյուղի զարգացումը շատ ավելի առաջ է գնացել, քան մեր երկրի գիտական եւ կրթական համակարգը։ Արևմուտքում տեխնոլոգիական ոլորտում առաջադեմ կադրերը զարգանում են համալսարանական միջավայրում եւ հենց այդ կադրերի շուրջ են ստեղծվում հիմնադրամներ եւ բիզնեսներ։ Մեր համալսարանները այդպիսի հնարավորություն չեն տալիս, որովհետեւ դրանք, այսպես ասած, ներդրված չեն շուկայական տնտեսության մեջ, իսկ գիտելիքը, գիտական արդյունքը Հայաստանում ապրանք չի, որը հնարավոր է վաճառել։ Բայց բուհն այդ առումով մեկուսացված չէ, դրան նախորդող դպրոցը նույնպես նպատակաուղղված չէ գիտելիք վաճառելու վրա։ Նպատակաուղղված լինելու համար կրթությունը առարկայականից պետք է դառնա նախագծային։ Որն է այսօր ավելի մեծ օգուտ բերում երեխաներին՝ ինֆորմատիկա առարկան, որը կազմված է երեկվա մասնագետների կողմից եւ երեկվա պահանջներին համապատասխան, թե ինժեներական խմբակները, որոնք կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Ամեկ լուսի զրուցակիցն է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։ Տիկին Բախշյան, դուք համաձայն եք, որ թե դպրոցը, թե բուհը պետք է շեշտը դնեն բարձր տեխնոլոգիաների հետ կապված կրթության եւ գիտության վրա։ Բարձր տեխնոլոգիաների վրա չհենված կրթությունը այսօր շատ թերի կլինի, բայց դա չի ասում, չի պահանջում միայն բարձր տեխնոլոգիաները։ Բարձր տեխնոլոգիաները նրա համար են, որպեսզի ուսանողը լավագույնս իրազեկ լինի, պրպտող լինի, ոլորտի նորույթներին ինքն էլ մասնակից դառնա եւ կարճած չլինի միայն դասախոսի ասելիքից, ինքն էլ պրպտի եւ կարողանա ճիշտ օգտագործել այդ տեխնոլոգիան։ Դա շատ կարեւոր բաղադրիչ է, բայց չհասկացա միայն բարձր տեխնոլոգիաների վրա է։ Հիմնականում պետք է զարգանա Հայաստանում հասկանալի պատճառներով։ Ոլորտը։ Դե ասենք թե չասենք դա այդպես է։ Եթե մի բան կա այսօր տնտեսության մեջ զարգացած, ապա դա այդ ոլորտն է։ Շնորհիվ մեր երիտասարդների պայծառ ուղեղների եւ այդ ոլորտում փաստորեն բարձրագույն կրթությունը բավականին լավ է կազմակերպվում այդ ոլորտում համալսարանի մեխմատ ֆակուլտետը, կիբերնետիկան, ճարտարագիտականի համապատասխան ֆակուլտետն է, այնտեղ շատ լավ կրթություն են տալիս իմ կարծիքով։ Այ համալսարանները, հա, դրանք պետք է դառնան այդ ոլորտի բոլոր տաղանդավոր մարդկանց, բոլոր ունակ ուժերի կենտրոնը եւ նաեւ
գիտելիքահեն բիզնեսի, այսպես ասած, Անպայման։ Ինչպես որ արևմուտքում է, դարձել են թե չեն դարձել։ Բոլորովին չեն դարձել եւ ես օբյեկտիվ պատճառներ կան դրա համար, որովհետեւ այդ գիտելիքահեն ասածը բառը նշանակում է, որ ուսանողը իր սովորածը դի անմիջապես ներդնի, փորձի, պրակտիկայի մեջ կիրառի եւ այդ կիրառությունների ժամանակ հմտություններ ձեռք բերի, որը դասախոսության ժամանակ չի կարող ունենալ։ Այս բազան դժվար է ունենալ մեր համալսարաններին, որովհետեւ դա շատ նյութական ներդրում է պահանջում, բայց տեսեք, եթե մեր համալսարանները կառավարվեն մի խորհրդով, որի մեջ գործարար եւ գիտություն հավասար մարդիկ, հավասար քանակությամբ մարդիկ լինեն, տնտեսությունը ներկայացնող մարդիկ իրենց առաջարկությունները անեն, համալսարանը ընդունի եւ ասի, որ դրան համապատասխան ներդրում եմ անում ես։ Ես ներդրում եմ անում այս ոլորտում, դուք ուժեղացրեք այս մասնագիտացումները, որակավորումները, ես նրանց ապահովում եմ աշխատանքով եւ աշխատատեղ եմ բացում։ Այսինքն համալսարանը այսօրվա կառավարմամբ, քաղաքականացված կառավարմամբ պարզապես այդ ճանապարհը փակում է, որը ազատ շուկա հայտարարած պետության մեջ հակացուցված է։ Այս ինչն է խանգարում։ Ոլորտը կա, ասում եք, իսկապես զարգանում է, չէ՞։ Բիզնեսմենները հետեւաբար կան, ինչու նրանք չեն մտնում համալսարան։ Որովհետև մոդելը այդ դրսի մոդելը ոնց է, կառավարման հոգաբարձուների խորհուրդը, որը բուհը կառավարում է, նրանց մեջ հավասարապես ներկայացված են բիզնեսմենները նույնպես, որոնք հետևում են, ինչ մասնագիտացումներ են դնում, առաջարկում են նոր մասնագիտացումներ, նոր որակավորումներ եւ ասում են, եթե ես որակավորումների մասնագետ ինձ պատրաստես, ես պատրաստ եմ ներդրում անել համալսարանում այս կրթությունը լավագույնս կազմակերպելու։ Այս կապը չի կարող լինել։ Շատ հաճախ ես լսում եմ կառավարությունից մարդիկ նեղանում են, խռովում, այսպես ասում են, մեր բիզնեսմենները չեն նպաստում կրթության մեջ այդ որակավորումները զարգացնելուն, իսկ դուք բիզնեսմեններին բանատեղ դրել եք, նրանց հրավիրել եք համալսարան, ասել եք արի մեր կառավարման խորհրդի մեջ մասնակցի, մենք ինչպես ենք, ինչ ենք մտածում ուսումնական process-ի մեջ, ինչ նորարարություն ենք դնում, արի մասնակցի, դու էլ քո շտկումները արա, դու էլ քո ներդրումն արա եւ քո պահանջը ներկայացրու բուհին։ Այս կապը չկա, չի լինում։ Շնորհակալություն։ Իմ զրուցակից ներկրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։ Գյումրիի համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կարծում է, որ սև PR-ը արդյունավետ է այն ժամանակ, երբ համապատասխանում է իրականությանը։ Իրոք, որ միշտ եւ հատկապես սեպտեմբերի 1-ին պետք է ծափահարել իմաստուն մտքերին։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Սև PR-ն արդյունավետ է այն ժամանակ, երբ համապատասխանում է իրականությանը, բայց գյումրեցին գիտի ով է Վարդևան Գրիգորյանը, գյումրեցին գիտի, թե Վարդևան Գրիգորյանը ինչ ձևով է նվիրված Գյումրուն։ Что это он прокричал? Солнышко выходит, людям жарко-жарко.